ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել, մուտք գործեք arm.radio.am կայք, դիտել կոճակը սեղմեք կամ Facebook-յան հարթակի միջոցով, Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի միջոցով կարող եք հետևել մեր ծրագրի ընթացքին։ Այսօր մենք անդրադառնալու ենք Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար ծրագրին։ Այդ ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքում հիմնվելու է 4 համայնքային խորհուրդ Երևանում, Գյումրիում, Եղեգնաձորում եւ Դիլիջանում։ Այդ խորհուրդները նպատակ ունեն պատմական հայրենիքն աննկատ լքած մարդկանց ապահովել անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով ու մասնակցության հնարավորություններով իրենց առջև ծառացած սոցիալական, հոգեբանական եւ իրավական մարտահրավերներն ինքնուրույն լուծելու համար։ Նախաձեռնությունն իրականացնում են հեղինակավոր կազմակերպություններ, ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, փախստականների հարցերով Էստոնական խորհուրդը, ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան եւ Commit Global-ը։ Եվ այսպես ներկայացնեմ իմ զրուցակիցներին, նրանք մանրամասն կպատմեն, թե ծրագիրն իրենից ինչ է ներկայացնում։ Միջերիտա Խաչատրյան, մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար ծրագրի պատասխանատու, նաեւ փախստականների հարցերով Էստոնական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, բարև ձեզ։ Եվ Գեգամ Ստեփանյան, Արցախ միություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, Երևանի համայնքային խորհրդի համակարգող, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ շնորհակալություն նման ծրագիր իրականացնելու համար, որովհետեւ տևական ժամանակ է մենք տեսնում ենք, որ որոշակի դժվարություններ կան եւ ամենակարևորը, ամենախթանիչ ուժը այն է լինում, երբ մարդը գիտի, որ մենակ չէ։ Եվ կան մարդիկ, որոնք կօգնեն, կբռնեն ձեռքը, կսովորեցնեն, չէ որ իրականում փոփոխությունը իր հետ բերում է բազում խնդիրներ։ Եվ ենթադրում եմ, որ գաղափարը հենց այդտեղից էլ եկել եք, խնդրեի պատմեիք գաղափարի ստեղծման մասին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես նշեցիք, մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար ծրագիր իրականացում է մի քանի կազմակերպությունների կողմից։ Փախստականների հարցերով Էստոնական խորհուրդը ծրագրի 2 բաղադրիչի համար է պատասխանատու, մեկը համայնքային խորհուրդների ստեղծումն է, մյուսը ինքնօգնության խմբերի ստեղծումը, որը նպատակաուղղված է առավել ծանր վիճակում գտնվող արցախցիներին աջակցել, նրանց տրամադրել դրամաշնորհներ, հնարավոր եկամուտ ձևավորող գործունեություն նախաձեռնելու համար, բայց քանի որ խոսում ենք համայնքային խորհուրդների կոմպոնենտի մասին, կփորձենք մանրամասնել հենց այս բաղադրիչը։ Համայնքային խորհուրդների նպատակը ի սկզբանե եղել է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց եւ նրանց հզորացնել, զորեղացնել, տալ այն բոլոր հնարավոր ռեսուրսները եւ գործիքները, որոնցով նրանք կարող են մասնակցել որոշումների կայացման գործընթացին, որոնք նաեւ վերաբերում են իրենց, հնարավորինս խթանել նրանց մասնակցությունը, ներգրավվածությունը եւ ապահովել ինքնաջատագովություն, այսինքն հնարավորինս փորձելու ենք համայնքային խորհուրդների միջոցով մոբիլիզացնել Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում բնակվող հայրենակիցներին, որպեսզի իրենք հնարավորինս կարողանան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, խնդիրները, այո, համախմբում ենք եւ նաեւ տալիս ենք հնարավորությունները, գործիքները, որպեսզի իրենք այն խնդիրները, որը իրենց է առնչվում, այն մարտահրավերները, որոնց բախվում են, փորձեն հնարավորինս միասնական ջանքերով դրանք հասցնել։ Ավելի արագ ժամանակ ենք խնայում եւ հմտությունների առումով եւս։ Այո։ Եթե ինքնուրույն պիտի չարչարվեին, ինչ որ բան ստացվեր, ծախողեր, ապա այս բարագայում համընդհանուր ջանքերով կարելի է շատ ավելի արագ լուծել որոշակի խնդիրներ եւ գալ ընդհանուր այտարակ։ Այո, փորձում ենք ավելի ինստիտուցիոնալացնել այն process-ը, որը կատարվում է, այսինքն տարբեր մարդիկ փորձում են այդ խնդիրները հասցեագրել, եւ հիմա փորձում ենք դարձնել process-ը ավելի մասնակցային, ավելի ներգրավված, ավելի ինկլյուզիվ եւ մարդկանց տալ այն հնարավորությունները, որը նրանց անհրաժեշտ է գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Պարոն Ստեփանյան, մենք գիտենք, որ արցախցիք յուրատեսակ խառնվածք ունեն, նրանք ուժեղ են, նրանք նախաձեռնող են, նրանք կարող ուժ են եւ միայն պետք է ուղղակի որոշակի հմտություններ ադապտացվելու եւ շատ արագ այդ գործընթացն իրականացնելու համար ուզում եի հասկանալ ինչով են տարբերվելու խորհուրդները, օրինակ նախկինում գործած աջակցության կամ խորհրդատու ձևաչափերից, այստեղ ինչ տարբերություն է լինելու։ Նախ ես եմ ուզում շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ շատ կարեւոր է խոսել այս թեմային, հնարավորինս իրազեկել
տեղանված ազգաբնակչության այս հնարավորության մասին, որովհետև կոնկրետ Երևանում գործող խորհուրդը նաև ունի այդ պատասխանատվությունը հարակից մարզերի բնակչությանը, ներգրավվածություն ապահովելու եւ մեր ծրագրով նախատեսված են նաև հանրային քննարկումներ, համաժողովներ կազմակերպել, որը հենց ինչպես ձեր հաղորդման անունն է ասում, հնարավորություն է լինելու նաև ձայնը բարձրացնելու, տարբեր թեմաներ քննարկելու, լուծումների տարբերակներ որոշելու եւ Էստոնական խորհրդի մեր գործընկերների եւ Եվրամիության հետ միասին մեր ձայնը տեղ հասցնելու։ Ինչով է տարբերվում, գիտեք, նախորդիվ եղել են տարբեր խորհուրդներ, նաև հիմա էլ անդադ փորձ է կատարվում ինչ որ աջակցել, ինչ որ տարբերակներ մտածել։ Այո, բայց կոնկրետ այս պարագայում ես կարող եմ շատ հստակ տարբերություն նշել այն, որ իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ եւ միջազգային գործընկերների ներգրավվածությամբ, ինչը արդեն իսկ որոշակի ավելի բարձր, այսպես ասած, լրջություն, մակարդակ եւ գիտեք, հույս է առաջացնում, որ այդտեղ քննարկված հարցերը նաեւ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ ի վերջո կհասնեն իրենց լուծումներին, որովհետեւ մի բարձ օրինակ ասեմ, երբ որ ես շփվում եմ մեր տարբեր հայրենակիցների հետ Արցախից, ինձ շատ հաճախ են ասում, միջազգային կազմակերպությունները տեղյակ են մեր խնդիրներից։ Այս հարցը շատ հաճախ է հնչում։ Հիմա շատ բարձ նաև նրանք ձեր կողքին են։ Այո, հստակ օրինակ է այս խորհրդի գործունեությունը, որ ոչ միայն կա ցանկություն տեղեկանալու մեր խնդիրներից, այլ նաև հենց ստեղծվում է այդ հարթակը, որպեսզի այդ հարթակի միջոցով տեղեկանան։ Ես մեծ հույս ունեմ, որ բոլոր 4 խորհուրդներն են, որոնք որ տարբեր մարզերում եւ Երևանում ձևավորվել են, շոշափելի ազդեցություն կունենան տեղահանվածների խնդիրների կարգավորման հարցում եւ մեր առաջին նիստը, որը տեղի ունեցել նոյեմբերի սկզբին, նոյեմբերի 7-ին, ես տեսել եմ, որ նաև կարծում եմ մեր գործընկերները տեսել են, որ խորհրդի անդամները այդ ակնկալիքը ունեն։ Չեն ուզում, որպեսզի սա ինչ որ հերթականը լինի, այսինքն կա մեծ հույս ձգտում իրենց ներգրավվածությամբ եւս հասնել նրան, որ խնդիրներ կարգավորվեն։ Պաստորեն Երևանի մասով պիտի ասենք չի սահմանափակվում Երևանով, այլև հարակից հատվածները եւս ներգրաված են լինելու, բայց եկեք հասկանանք ինչ սկզբունքով է կընտրել տարածքները։ Ստացվում է Երևան, Գյումրի, Եղեգնաձոր, Դիլիջան։ Դա ամենաշատ հնչած նաև հարցերից է մեզ ծրագրի վերաբերյալ։ Իրականում ընտրել ենք այս համայնքները, որպեսզի մաքսիմալ ապահովենք աշխարհագրական լայն ծածկույթ։ Հիմնական նպատակը նա է եղել, որ աշխարհագրորեն այն համայնքներն են ընտրվել, որտեղ կարող ենք հավաքել, այսինքն մոտ լինելու, հեռու լինելու հանգամանքով պայմանավորված մարդիկ հնարավորինս կկարողանան հնարավորություն ունենալ ընտրել թե որ համայնքային խորհրդին միանալ։ Տվյալ դեպքում Երևանի համայնքային խորհուրդը միայն Երևանում բնակվող տեղահանված անձանց համար չէ, այլ կարող են անդամակցել օրինակ Արագածոտնից, Արմավիրից, Կոտայքից, Հարակից մարզերից, նույն սկզբունքով նաև Դիլիջանի համայնքային խորհրդին կարող են անդամակցել Լոռու մարզում բնակվող տեղահանված անձինք, ինչպես նաև Եղեգնաձորում ակնկալում ենք այս պահին արդեն խորհուրդները ձևավորվել են, մի փոքր մանրամասն կխոսենք դրանց մասին, բայց ունենք նաև Սյունիքից մարդիկ, ովքեր միացել են Եղեգնաձորի համայնքային խորհրդին եւ Գյումրի համայնքային խորհրդում նորից ունենք Լոռիից մասնակիցներ եւ Գյումրիի տարբեր համայնքներից մասնակիցներ, այսինքն հիմնական նպատակը դա է, որ աշխարհագրական լայն ծածկույթ ապահովենք։ Այսինքն կետերն եք ընտրել եւ բոլորը կարող են միանալ։ Թողնում ենք իրենց հայեցողությանը եւ ընտրությանը, եթե իրենց հարմար է օրինակ միանալ Երևանի համայնքային խորհրդին, մարդիկ կարող են միանալ համայնքային խորհրդին Երևանին։ Ու ի սկզբանե մեր հայտը արդեն բացվել է, համայնքային խորհուրդները այս պահին արդեն ձևավորված են, ինչպես նաև նշեց Գեղամը, այս պահին ունենք արդեն կազմը եւ Երևանի խորհրդում ունենք լայն ներկայացուցչություն Արարատից, Կոտայքից, Արմավիրից էլ ունենք։ Ինչ սկզբունքով են ընտրվել խորհրդի անդամները եւ ինչ է պետք դրա համար։ Դե հասկացա, որ արդեն ձևավորվել է, բայց հասկանանք ինչ սկզբունքով եք ընտրել։ Քանի որ այս կոմպոնենտը հիմնականում ավելի ակտիվ մարդկանց համար է կարելի ասել, ովքեր ունեն այդ ցանկությունը, մոտիվացիան, հիմնական չափանիշը եղել է նրանց նախաձեռնողականությունը, նրանց փորձառությունը հասարակական ոլորտում կամ նախկինում որոշակի ծրագրերում ներգրաված լինելու, ծրագրերով զբաղվելու փորձառությունը, այսինքն հիմնական չափանիշը դա է եղել ու
Հայտում ունեցել ենք բազմաթիվ հարցեր, թե որն է եղել իրենց փորձառությունը, ինչպիսին ակնկալիքներ ունեն իրենք խորհրդից, ինչպես կարող են ներդրում ունենալ խորհրդի աշխատանքներին եւ ըստ դրա վերջում ընտրությունը կատարել ենք։ Ամենաբարդ ընտրությունը իհարկե Երևանում էր, դրա մասին պատմում եմ գործընկերը, բայց այս նաեւ նշեմ, որպեսզի շփոթություն չառաջանա, այս համայնքային խորհուրդները հյուրընկալում են 4 կազմակերպություններ, Երևանի պարագայում Արցախ միություն հասարակական կազմակերպությունն է հյուրընկալում Երևանի խորհուրդը եւ նույն սկզբունքով Դիլիջանի համայնքային խորհուրդը հյուրընկալում է Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը, Գյումրիում Կանանի սոցիալ հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպությունը եւ Եղեգնաձորում աշխատանք եւ հայրենիք տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը։ Այսինքն այս կազմակերպությունները հյուրընկալում են խորհուրդները եւ ամբողջ ֆասիլիտացիայով իրենք են զբաղվում, օգնում են համայնքային խորհրդի անդամներին, աջակցում են այս գործընթացի ընթացքում եւ մեր հիմնական կապը նաեւ հասարակական կազմակերպության հետ է լինում, որպեսզի ունենանք արդյունավետ աշխատանքի համագործակցություն։ Այստեղ բավականին շատ մարդկանց եք ներգրավել տարբեր ընկերություններից եւ իհարկե Երևանի մասով էլ խոսենք, դրա հետ զուգահեռ նաեւ եւս մեկ հարց եմ ուզում ձեզ ուղղել, քանի որ տարածքնայինից ներկայ եք դուք, հետեւաբար Երևանի մասով կասեք, բայց Եվրոպայի տեղահանվածները բոլորովին այլ խնդիրներ են, մեզ մոտ այլ խնդիրներ են, կախված դիրքից, տեղից, խնդիրներից, իհարկե ազգային պատկանելությունից, այստեղ նաեւ խնդիրներն են փոխվում։ Մեր պարագայում էլ ենթադրում եմ, որ նաեւ պայմանավորված որ մարզն է, որտեղն է, այստեղ են խնդիրները փոխվում։ Իհարկե, եւ խնդիրներն են փոխվում եւ ես կարծում եմ, որ նաեւ անդամների առաջնահերթությունները կամ անդամների օրինակ Երևանի պարագայում քաղաքաբնակ բնակչության առաջնահերթությունները կամ խնդիրները միանշանակ տարբերվում են գյուղաբնակներից եւ այս ամեն ինչը իհարկե մենք բոլորս աշխատում ենք էստոնական խորհրդի կողմից նշված մեթոդաբանությամբ, որովհետեւ այս ծրագիրը միայն այնպես չի, որ Հայաստանում է իրականացվել, ինքը միջազգայինորեն արդեն իսկ գործարկված հաջողության հասած ծրագիր է, որը հիմա կիրառվում է նաեւ Հայաստանում։ Բայց հաշվի առնվում են, չէ՞, առանձնահատկությունները եւ հաշվի են առնվում եւ ես շատ ուրախ եմ, որ նաեւ հյուրընկալող կազմակերպություններին շատ մեծ ազատություն է տրվում, այսինքն հասկանալով ոչ միայն կազմակերպություններին, նաեւ խորհուրդներին։ Օրինակ, ամենահաճախ իմ ստացած պատասխանը միջերի տայից եւ նաեւ մեր այլ գործընկերներից այն էր, որ թող խորհուրդը որոշի, այսինքն ազատություն, իհարկե, ինչ որ օրինակ ասում եմ, այս ինչը ինչպես ենք անելու, հրճումա, օրինակ, մի հատ բարձ օրինակ բերեմ, ունենք դասընթացների կոմպոնենտ, Այդ դրանց հիմա կանդրադառնա։ Հիմա երբ որ մենք նախնական խոսում ենք թե ինչ դասընթացներ կազմակերպենք, մեր գործընկերների կողմից հնչեց բան, որ դա պետք է իրենք որոշեն, ինչ կարիք ունեն, ինչ դասընթաց են ուզում, այսինքն մենք չպետք է որոշենք թե ինչ դասընթաց ենք կազմակերպում նրանց համար, ինչ որ որոշեն, նա էլ կկազմակերպենք։ Իրապես դա շատ ճիշտ մոտեցում է, որտեղ մենք չենք կարող ասել, որ օրինակ Երևանի խորհուրդը նույն կարիքը ունի, ինչ որ Գյումրիի խորհուրդը կամ Եղեգնաձորի խորհուրդը։ Դրա համար այդ ազատությունը շատ կարևոր կոմպոնենտ է մեր ընդհանուր գործունեության մեջ։ Երևանի մասով, այո, շատ դժվար ընտրություններ, որովհետև ամենամեծ հայտերը Երևանից էին, 86-ից ավել մենք վերջին անգամ ստուգել 89-ներ, այդքան հայտ։ Ինձ համար էլ միանշանակ, ինձ համար էլ օրինակ զարմանալի էր, որովհետև ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ ես մտածում էի, որ մարդկանց մեջ հուսալքություն կա եւ այլ եւ այդ նախաձեռնողականությունը չի լինի, բայց մենք տեսանք, որ անձամբ ես տեսա, որ սխալվեցի այդ առումով եւ մարդկանց մոտ նախաձեռնողականություն։ Շատ լավ է, որ նրանք հնարավորությունը բաց չեն թողնում եւ դա կբերի նաեւ նոր հետաքրքիր մասնագիտությունների առումով, որովհետեւ դուք նշեցիք, որ ազատ է թողնված իրենց պիտի հարցնենք։ Ստացվում է այնպես, որ այդ տեղահանությունը իր հետ բերում է եւս այլ խնդիրներ, մարդը ստիպված է նաեւ փոխել իր մասնագիտությունը։ Տեղանքը փոխվել է, խնդիրները փոխվել են, առաջադրանքները փոխվել են, ու գուցե հաճախ նաեւ չի էլ կարողանում կողմնորոշվել, թե ինչ պիտի անի։ Արդյոք նաեւ ձեր ծրագրում ինչ որ փոքրիկ բաղկացուցիչ մաս կա, բացի գիտելիք փոխանցելուց, նրանց մասնագիտության որոշակի հմտություններ փոխանցելուց, օգնել մասնագիտության ընտրության հարցում կամ դասընթացների ուղղության տեսանկյունից։
Ի սկզբանե այդ նպատակը չենք ունեցել համայնքային խորհուրդների բաղադրիչը զարգացնելիս, հիմնական նպատակը նա է եղել, որպեսզի մենք տանք այդ հնարավորությունները, օրինակ ինչպես նշվեց, մենք կարիքների գնահատում ենք անում, հասկանում ենք, թե իրենք ինչպիսի թեմաներով, ինչպիսի ուղղություններով վերապատրաստումների դասընթացների կարիք կունենան եւ բնականաբար սա նաեւ անձնային աճ է ապահովում, եթե մարդիկ ամբողջությամբ վերցնում են այն ինչ իրենց փոխանցվում է տրվում է, միգուցե դա հնարավորություն ստեղծի հետագայում նաեւ աշխատունակությունը բարձրացնելու այլ մասնագիտական ուղղություններ բացահայտելու տեսանկյունից, բայց մենք որպես այդպեսին համայնքային խորհուրդների հիմքում չունենք այդպիսի նպատակ աշխատունակությունը խթանելու։ Իհարկե խորհուրդների կազմում կարող են քննարկվել նաև աշխատանքի զբաղվածության հետ կապված հարցերը եւ եթե առաջնային են կարծում եմ։ Այո, եթե կան հնարավոր առաջարկներ, լուծումներ, նմանատիպ ինչ-որ նախաձեռնություններ, ողջունում ենք մենք դրանք եւ կարող ենք դիտարկել, այո, քննարկել, դիտարկել, եթե դրանք իրագործելի են, իրատեսական են, խորհուրդների շրջանակում ինչ-որ նախաձեռնություններ կարող ենք իրականացնել, դրանց մասին էլ կխոսենք իհարկե, բայց որպես այդպեսին, այո, զբաղվածության ապահովումը, զբաղվածության ապահովում չունենք համայնքային խորհուրդների կազմում այդպիսի նպատակ։ Դե եկեք մի քիչ էլ բացենք այդ գիտելիքի, հմտությունների մասնակցության մասով ինչ եք տալու։ Այո, ինչպես նշեցի, մենք բոլոր խորհուրդներում արդեն իսկ իրականացրել ենք կարիքների գնահատում, փորձել ենք հասկանալ, թե համայնքային խորհրդի անդամները այս 1 տարվա գործունեության ընթացքում նախ նշեմ, որ խորհուրդները գործելու են 2 տարով, բայց տվյալ պահին առաջ համայնքային խորհուրդը ունի 1 տարվա գործունեություն, այսինքն ընտրելու ենք 2-րդ տարին։ Հիմա ձևավորել ենք արդեն առաջին տարվա խորհուրդը, 2-րդ տարին, մյուս տարի օգոստոսին նորից ունենալու ենք նոր հայտ, եթե նոր անդամներ կլինեն, ովքեր ցանկություն կունենան միանալ խորհրդին։ Փորձում եք թարմություն մտցնել, փոփոխություն։ Այո, 2 տարի է տևելու ընդհանուր համայնքային խորհուրդների ծրագիրը։ Առաջին տարվա համար արդեն ունենք ձևավորված խորհուրդներ, 2-րդ տարվա համար նորից հայտ ենք ունենալու եւ հավաքագրել ենք նոր անդամների, եթե կլինի հետաքրքրություն, ցանկություն այլ մարդկանց կողմից միանալու եւս։ Այս տարվա հաջողություններից նաեւ ես վստահ եմ, որ լավ է լինելու, որովհետեւ պայմաններն են նպաստավոր այս պարագայում ազատություն, ճկունություն։ Այո։ Ամենամեծ բանը այնա, որ հանկարծ հիասթափության չհանդիպեն, դա էլ գալիս է նրանից, որ այն գլխից պետք է հասկանան, միջև որտեղ կարող են ակնկալիք ձևավորել։ Եթե մեծ ակնկալիք ձևավորեն ու չհասնեն, բարձա որ հիասթափություն լինելու է։ Դրա համար մեր առաջին նիստին, հենց միջայտան էլ մեր այլ գործընկերել էստոնական խորհրդի մասնակցում են, մենք շատ բաց զրույց ենք ունեցել խորհրդի բոլոր անդամների հետ։ Նախ ասեմ, նախ ես իրենց ասել եմ, որ ես խորհրդի անդամ չեմ, իմ վրա հույս չդնեք, այսպես ասած, ու ասել եմ, որ խորհուրդը պետք է ինքը դառնա այդ ինքը իրեն քաշող, այո, քաշող կարող ուժը, եւ դրա համար բոլոր պայմանները կան, ինչի խոսվեց դասընթացների մասին, չէ՞։ Այսպիսի ձևակերպում ես տամ։ Այդ դասընթացները պետքա զարգացնեն խորհրդի հմտությունները որպես հավաքական մարմին, ոչ թե ամենին առանձին։ Օրինակ, ադվոկացիայի, ճիշտ ադվոկացիայի ռազմավարություններ մշակելու, շահերի պաշտպանություն ավելի ընդհանուր եք դարձնում։ Այո, ծրագրեր մշակելու տեխնիկաներ, չգիտեմ, կոնֆլիկտների կառավարում, տարաբնույթ դասընթացներ կարող են լինել, ոչ թե որ խորհրդի յուրաքանչյուր անդամը անձնապես զարգանա։ Իհարկե դա side effect-ն է, այսպես ասած։ Դա շատ կարևոր է, բայց այո, բայց որ խորհուրդը ինքը ամբողջապես որպես մարմին դառնա, ավելի պատրաստված, ավելի կարող։ Արդյոք ակնկալում եք, որ հետո համայնքներ են ձևավորվելու այս համախմբվածության շնորհիվ։ Այսինքն համայնքներ նկատի ունեմ իրենք համախմբվելու են, ընկերանալու են, մտերմանալու են, ինչ-որ նոր բաներ են ստեղծվելու ի վերջո շղթայական մարդկային գործոնը է այստեղ։ Ես կարծում եմ, որ այո, ինքը այլ տարբերակ էլ չկա, այսինքն եթե մարդիկ մի տարի շարունակ առնվազն ամիսը 1 կամ 2 անգամ հանդիպումներ են ունենալու եւ տարբեր ես վստահ եմ, որ կոնկրետ Երևանի պարագայում ես արդեն տեսնում եմ, որ բավականին թեժ քննարկումներ են լինելու եւ ոգեվորվում եք։ Այո, միանշանակ, որովհետեւ այդ բանավեճից է, այդ քննարկումներից է, որ ծնվում է լուծումները եւ այդ որքան որ լինեն այդ գաղափարների բախումները, այնքան ավելի ճիշտ լուծումներ արդյունքում կունենան։ Դուք նշեցիք, որ չհիասթափեն, ամենակարևորը որ ֆիքսենք եւ
պատկերացնենք, որ այդ դժվարություններն ամենուր են ու լինելու են, այդ դժվարությունները պետք է զուտ մարտահրավեր ընկալել եւ հաղթահարել։ Սա էլ է փորձառություն, որը հետագայում իրենց պետք է գալու էլ ավելի ամուր կանգնելու համար։ Այստեղ որքան հասկանում եմ, բաղադրիչներից մեկն էլ ավելի է ողջևորելու, որովհետեւ ֆինանսական աջակցության մասին եմ ուզում խոսենք, որը նախատեսում է տարբեր նախաձեռնությունների համար, ինչ ծրագիր կարող են, որ ծրագիր օրինակ կարող է ստանալ նման աջակցություն ու ով կարող է դիմել։ Տեսեք, նախ համայնքային խորհուրդները իրենք գործում են հետևյալ սկզբունքով, ամսական պարտադիր ունենում են 1 հանդիպում, խորհրդի անդամները որպես համայնքային խորհրդի նիստ այդ 1 հանդիպումն է լինելու ամսական, որտեղ քննարկելու են խնդիրները, մարտահրավերները, որոնց որ բախվել են ու փորձելու են այդ լուծումները նաև առաջարկել, քննարկել։ Բացի դրանից ունենալու ենք նաև դասընթացների վերապատրաստումների կոմպոնենտը, որը էլի զուգահեռ ընթանալու է, նորից առանձին հանդիպումներ են սրանք արդեն իրենցից նախատեսում, եւ ունենալու ենք նաև նախաձեռնությունների հնարավորություն, այսինքն այս հանդիպումների ընթացքում եթե կքննարկվեն այնպիսի լուծումներ, որոնք որ կարող են վերածվել նախաձեռնությունների, կա յուրաքանչյուր համայնքային խորհուրդ ունի այդ ֆինանսական միջոցները, որպեսզի ուղի նախաձեռնությունները իրականացնելու ուղղությամբ։ Տվյալ պարագայում յուրաքանչյուր համայնքային խորհրդում ակնկալում ենք, որ նաև մրցութային սկզբունքով խորհրդի անդամները կառաջարկեն գաղափարները, նախաձեռնությունները եւ խորհուրդը ինքը կընտրի, թե որ նախաձեռնությունն են ուզում իրականացնել։ Իհարկե ֆինանսական աջակցությունը մեծ աջակցության մասին չէ խոսքը, բայց սկզբի համար փոքրիկ այն խնդիրները, որոնք որ ամենօրյա ռեժիմով մարդիկ առնչվում են, ինչ որ իրազեկվածության պակաս ունեն, ինչ որ տարբեր հարցերի վերաբերյալ ու այս նախաձեռնությունների միջոցով հնարավոր կլինի հասցեագրել այս խնդիրները, այդ նախաձեռնությունները կարող են ամբողջությամբ դրան ուղղվել, բայց մենք էլի ազատ ենք թողնում ենք խորհրդի ընտրությանը ու մինչև այս պահը նաև հանդիպելով խորհրդի անդամների հետ հասկացել ենք, որ ունենք շատ բազմազան պատկերացումներ, բոլոր 4 խորհուրդներում ունենք այո, Երևանում շատ ավելի գլոբալ խնդիրներ են փորձում նաև շոշափել, իսկ օրինակ այլ համայնքային խորհուրդներում շատ համայնքային մակարդակի ենթադրենք անգամ եթե տվյալ համայնքում իրենք բախվում են մի խնդրի, որը համայնքում շատ տարիներ վաղուց արդեն գոյություն ունի այդ խնդիրը, բայց իրենք զգում են, որ դրանից տուժում են նաև իրենք ու որոշում են, որ քննարկում են, որ հնարավոր է նաև այդ խնդիրը լուծել։ Այո, այսինքն պարտադիր չի, որ խնդիրը միայն վերաբերի տեղահանված անձանց, այլ խնդիրը կարող է գոյություն ունենալ այդ համայնքում ու նաև դրանից տուժում են, ազդվում են տեղահանված։ Այո, բոլորը հետեւաբար այս խնդիրները նույնպես նրանք ազատ են բարձրաձայնելու եւ հասցեագրելու, եթե նախաձեռնությունների շրջանակներում իհարկե հնարավորություն կլինի։ Բացի դա ունենք նաև հնարավորություն այս քննարկումների արդյունքում, եթե կան կառույցներ, ում հետ հնարավոր է համագործակցություն ձևավորել, ում հետ հնարավոր է քննարկել այս առաջարկները, լուծումները, խնդիրները, մենք նաև օգնելու ենք տեղական կազմակերպությունները հատկապես նաև փորձելու են ֆասիլիտացնել այս գործընթացը ու փորձենք նաև այդ կապը ապահովել, որ հնարավոր կառույցների հետ խորհուրդները կարողանան քննարկել իրենց բարձրաձայնած հարցերը։ Այստեղ փորձում եք նաև դուր բացել։ Այո։ Սա շատ կարևոր է իմիջայլոց, հաճախ կարող ես խնդիրը ուզես լուծել, բայց չկարողանաս այդ դռները բացել, որպեսզի բարձրաձայնես նույնիսկ։ Այո, միանշանակ այդ կամուրջը շատ կարևոր է եւ կամուրջում ներգրավվածությունը միջազգային կազմակերպության եւս շատ կարևոր է, որպեսզի իհարկե այս նախորդիվ եղել են տարբեր հանդիպումներ, տարբեր քննարկումներ պատասխանատուների հետ եւ այլ, բայց սա եւս մի ուղղություն է, եւս մի հնարավորություն է այդ քննարկումները մի քիչ ավելի բարձր մակարդակի հասցնելու, նաեւ ես վստահ եմ, որ մեր խնդիրների լուծման նույն բարձր չէ համար 1 հասցեատերը ՀՀ կառավարությունն է, բայց այնքան խնդիրներ կան, որ միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավվածությամբ կարող են լուծումներ ստանալ։ Օրինակ նույն ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի կամ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կոնկրետ այն կազմակերպությունները, որոնք որ պատասխանատվություն ունեն նաև միջազգային փախստականների հարցերով։ Եվ մեր առաջարկները կարծում եմ պետք է լինեն ոչ միայն կառավարության ուղղված, այլ նաև այս միջազգային կազմակերպություններին ուղղված եւ որովհետեւ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այո Հայաստանը իր սահմանափակ կարողություններով այո բոլոր հարցերը լուծել չի կարող եւ հենց առաջին օրից էլ օրինակ միշտ խոսել ենք դրա մասին, որ միջազգային առավել ակտիվ ներգրավվածություն է պետք տեղահանվածների խնդիրներին հավուր պատշաճի արձագանքելու համար։
Երևանի խորհրդի պարագայում ես տեսնում եմ, որ մարդկանց մոտ նաև հույս եւ բանը կա, հա, ցանկությունը կա նմանատիպ հանդիպումներ ունենալու եւ մեր գրած ծրագրով այդ հնարավորությունը ստեղծում է։ Մենք նշեցի, որ ունենք համաժողովների հնարավորություն եւ այդ համաժողովներին պարտադիր մեր գործընկերների հետ համագործակցաբար հրավիրելու ենք նաեւ կոնկրետ որոշում կայացնողներին եւ նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այստեղ մարդիկ իրենց մի տեսակ պիտանի են զգում եւ դա այնքան կարեւոր հզոր ուժ է մարդու առաջընթացի համար։ Այս բարակայում լսելի է ձայնը, նա ինչ որ բանով հասկանում է, որ կարող է ինչ որ բան անել եւ այստեղ թևերը ավելի բարձր կարող է թռնել ու ինչու ոչ հանդուգն հետաքրքիր գաղափարներ նույնիսկ ձեզնից այն կողմ իրականացնել։ Նախաձեռնությունների մասին խոսվեց, ես սրա հետ կապված էլ կարևոր եմ համարում էլի շատ հստակ խոսել եւ մենք խոսեցինք մեր առաջին նիստի ժամանակ, որ մարդիկ հասկանան թե սա ինչ նախաձեռնություն է, սա ոչ թե այնպիսի նախաձեռնություն է, որի արդյունքում համայնքը ամբողջությամբ կշահի դրանից, ոչ թե ինչ որ անձնապես, այլ կոնկրետ դրական ազդեցությունը, այո, օրինակ մի բարձ օրինակ ասեմ, չդառնա որ ես իմ կամքն եմ թելադրում, բայց օրինակ ես տեսնում եմ, որ առողջապահության ոլորտում տեղահանվածներին հասանելիք աջակցության վերաբերյալ բավականին իրազեկվածության խնդրեմ կա։ Ես դա տեսնում եմ նաև արցախցիների հետ հանդիպումների ժամանակ եւ ես օրինակ տեսնում եմ, որ խորհուրդը այս հարցը չպետք է անտեսի եւ այդ նախաձեռնությունների շրջանակում պետք է այս բացը փորձի լրացնել։ Մի օրինակ ասեցի, այսինքն մի հատ իրազեկման ուղղությամբ աշխատանք, որից կշահի ամբողջ Երևան եւ հարակից մարզերում ապրող տեղահանված համայնքը։ Քաղաքական չեզոքության սկզբունքը շատ կարևոր պահանջ է, ինչպես է ձեզ հաջողվում դա պահել, որովհետև մենք գիտենք, որ մեր ազգային առանձնահատկություններից է, բոլորս մի օր արթնանում ենք փիլիսոփա ենք, մյուս օրը քաղաքականությունից ենք շատ լավ հասկանում, ամեն մեկն ունի իր դիրքորոշումը, բազմակարծություն կա, սա կարևոր պահանջ է եւ ինչպես է ձեզ հաջողվում դա պահել։ Խորհուրդները նոր են գործարկել, բայց խորհուրդների կազմը ձևավորելիս անգամ, այսինքն ընտրությունը կատարելիս դա կարևոր սկզբունքներից մեկն էր, որ խորհրդի անդամները պետք է լինեն քաղաքականապես չեզոք, գործեն խորհրդի 1 տարվա գործունեության ընթացքում լինեն քաղաքականապես չեզոք։ Բնականաբար, ինչպես նշեցինք, մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ակնկալում, որ տեղի կունենան տարբեր մարմինների հետ ու հենց այս երկխոսությունը ավելի կառուցողական դարձնելու համար սա շատ կարևոր սկզբունքներից է։ Խորհրդին անդամակցությունը կամավոր հիմունքներով է, հետեւաբար ակնկալում ենք, որ մարդիկ իրենց ժամանակը ջանքերը ներդնելով ունեն այդ մոտիվացիան իրոք հասցեագրելու այն խնդիրները, որոնք գոյություն ունեն եւ ակնկալում ենք, որ այո խորհուրդը ընդհանրապես ծրագիրը ինքը քաղաքականապես չեզոք սկզբունքով է աշխատելու։ Ծառայի իր նպատակին ինչի սկզբանե կար այս բարակայում։ Ես կարծում եմ օրինակ խորհրդի անդամներն էլ են դրան կողմնակից, որովհետեւ ցավոք սրտի պրակտիկան ցույց է տալիս, որ ինչքան շատ է քաղաքականացվում խնդիրները, այնքան դրանց լուծումները ավելի են հեռանում։ Հավելյալ բարդություններ են առաջանում։ Իհարկե, օրինակ նույն քաղաքական ուժերը որևէ մեկը դեմ չի, որ քաղաքական ուժերը ազգային ժողովում նաև քննարկեն տեղահանվածների վերաբերող հարցեր, հակառակը ողջունելի է, բայց մեր կողմից ներկայացված հարցերը պետք է փորձենք պահել հնարավորինս մենք ասում ենք ոչ թե քաղաքականացնել, այլ ներքաղաքականացնել։ Լավ մոտեցումներ եք որդեգրել։ Այստեղ դուք նշեցիք, որ կետեր են հիմնականում, որպեսզի բոլոր հատվածներից կարողանան գալ, այ մոտենալու, գալու խնդիրներ եք կարծես թե լուծել, հասկանանք ինչպես եք դա ապահովում։ Որպեսզի խորհրդի անդամները որևէ դժվարության չբախվեն, մենք ունենք նաև այսինքն կազմակերպությունների, տեղական կազմակերպությունների միջոցով ապահովելու ենք նաև նրանց տեղափոխությունը, եթե կարիքը կա այլ մարզերից տվյալ համայնքային խորհրդին անդամակցելու, հանդիպումներին մասնակցելու համար ապահովում ենք նաև այդ լոգիստիկ բոլոր հարցերը։ Այս մասով նույնպես այո, կարող են հանգիստ լինել խորհրդի անդամները։ Բոլոր մանրամասները մտածել եք եւ քանի որ վերջին 1 րոպեն է, 2 տարի անց ինչպես եք պատկերացնում ձեր ակնկալիքը երկուսի տեղ։ Ես սկսեմ։ Այո։ Նախ ես
պատկերացնում եմ, որ շատ երկար առաջ գնացիք, ինձ ավելի շատ հետաքրքիր է ոչ թե 2 տարի անց ինչա, այլ 2 տարվա ընթացքում ինչա լինելու։ Լավ, հակիրճ դա ասա։ Այո, ես հույս ունեմ, վստահություն ունեմ, որ կոնկրետ Երևանի մասով կարող եմ ասել, որ իր նպատակին կծառայի, իր արժև դրված իր ձգտումները եւ ակնկալիքները կկարողանա բավարարել։ Շատ խոսում ենք եւ մարդիկ ասում են, եթե ամենափոքր խնդիրը կարողանանք լուծել, մենք մեզ շատ լավ կզգանք դրանից։ Եթե այս խնդիրը կարողանանք գոնե բարձրաձայնել, տեղ հասցնել, մենք մեզ շատ լավ կզգանք դրանից։ Եվ այո, ես կարծում եմ, որ այս 2 տարվա ընթացքում դա կկարողանան անեն։ Այո։ Մեր մասով կարող եմ նշել, որ մեզ համար հաջողություն կլինի, եթե 2 տարի անց բոլոր խորհուրդներում, 4 խորհուրդներում տեսնենք մենք կարողունակ համայնքային խորհրդի անդամներ, ովքեր արդեն իրենց ինքնակազմակերպված այս հմտությունների միջոցով կարողանում են ինքնուրույն եւ համակարգված կերպով հասցեագրել լուծել են բոլոր խնդիրները, որը նաև 2 տարի անց կբախվեն այդ խնդիրներին, այսինքն այս կարողունակ եւ ինքնակազմակերպման ունակ խորհուրդներ ունենալու նպատակ ունենք։ Ամուր ոտքերի վրա հենված կանգնած, շնորհակալ եմ մանրամասներ ներկայացնելու համար, լիահույս ենք, որ ամեն ինչ հաջողելու եք, որովհետեւ այսքան մարդ է ներգրաված եւ մանրամասն մտածել եք բոլոր կարևոր մանրուքների մասին։ Ես մեր ռադիոլսողներին հիշեցնեմ, իմ զրուցակիցներն էին Միջերիտա Խաչատրյանը, փախստականների հարցերով Էստոնական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, նաև մարդու իրավունքների փախստականների հետ եւ նրանց համար ծրագրի պատասխանատու, եւ Գեգամ Ստեփանյանը, Արցախ միություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, Երևանի համայնքային խորհրդի համակարգող։ Ես Լուսինե Մուրադյանն եմ, ձեզ հրաժեշտ եմ տալիս, մնացեք հանրայինի հետ։ Քո ձայնը